Ողջույն սիրելի հետևորդներ, ձեզ հետ կլինիկական հոգեբան և հոգեթերապևտ Սուսաննա Ճողորյանն է։ Այսօրվա թեման է ինչպես լինել հաջողակ ու երջանիկ և ինչպես ապրել կյանքը ներդաշնակ։ Երբևիցե նկատել եք ձեր կյանքում այնպիսի մարդկանց, որոնք դեպի իրեն են ձգում հաջողությունն ու երջանկությունը, իսկ մյուսները անընդհատ սկսում են բողոքել իրենց կյանքից։ Երջանիկ ու հաջողակ կարող են լինել բոլորը, պարզապես պետք է հասկանալ կյանքի մի քանի կանոններ։ Սիրեք կյանքը, սիրեք այնպես, ինչպես որ այն կա։ Ապրեք կյանքի ամեն մի վայրկյանով, գնահատեք այն, ինչ որ տված է ձեզ կյանքում։ Հաջողակ մարդիկ ապրում են կյանքի պահերը լիարժեք և գունավոր ձևերով։ Նրանք գնահատում են իրենց կյանքի ամեն մի վայրկյանը, իսկ անհաջողակ մարդիկ իրենց կյանքի իրադարձություններին տալիս են կպչուն մտքեր և սկսում են անընդհատ բողոքել։ Հաջողակ մարդիկ ապրում են ներկայով։ Նրանք անցյալը համարում են անցած, իսկ ապագան դեռ անորոշ։ Իսկ անհաջողակ մարդիկ սկսում են ստեղծել իրենց համար կյանքի սցենար և այս սցենարը ուզում են լինի իրենց ցանկությամբ, սպասելիքները չարդարանալու դեպքում անհաջողակ մարդիկ սկսում են կյանքից բողոքել։ Անհաջողակ մարդիկ չեն սիրում կյանքի փոփոխություններն ու անակնկալները։ Նրանք սիրում են կյանքը գնա այնպես, ինչպես իրենք են ցանկանում, իսկ հաջողակ մարդիկ սիրում են կյանքի շրջադարձները, որոնք իրենց կյանքը դարձնում են ավելի գունեղ ու հետաքրքիր։ Անհաջողակ մարդիկ չեն սիրում խոչընդոտներ։ Նրանք ուզում են, որ իրենց ուզածը, իրենց ցանկացածը լինի այնպես, ինչպես որ հենց այդ պահին է հարմար։ Իսկ հաջողակ մարդիկ այդ խոչընդոտներից դասեր են քաղում և ուզում են նոր լուծումներ տալ։ Երջանիկ լինելու համար փորձեք հետևել հետևյալ կանոններին։ Ուրախացեք ուրիշի հաջողություններով։ Ուրիշի հաջողությամբ ուրախացողը ինքը ստեղծում է իր համար երջանիկ և հաջող կյանք։ Մի քննադատեք, մի վատաբանեք ուրիշներին, այլ ընդունեք այնպես, ինչպես որ նրանք կան։ Եղեք հավատարիմ, բարի և հանդուրժող։ Կյանքը չի սիրում այնպիսի սխալներ, ինչպիսիք են սուտը, կեղծիքն ու դավաճանությունը։ Գիտակցեք ձեր կյանքի ամեն մի վայրկյանը և հենվեք ձեր ներքին ներդաշնակության, այլ ոչ թե արտաքին թշնամանքի, ատելության ու նախանձի վրա։ Հիշեք, էներգիան, դա կլինի դրական, թե բացասական, կուտակվում է մեր ներսում և հիվանդությունների մեծ մասը առաջանում են բացասական էներգիայի կուտակումներից և արտաքին նեգատիվ վերաբերմունքից։ Փորձեք լինել երջանիկ և ներդաշնակ։ Լավ մնացեք։